Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ։ Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացիան, Արցախի հայաթափումն ու կորուստը, Հայաստանի բազում ներքին եւ արտաքին խնդիրները մոռացության տալու, դրանց համար պատասխանատվությունից խուսափելու համար եւ հանուն նրա, որ իրեն չասեն դավաճան, վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը մտել է մարդկանց տներ, զբաղված է սկանդալների փնտրտուքով, օրենքների կոպիտ խախտումներով, կատարում է արարքներ, որոնք սկզբունքորեն են հակասում վարչապետի կարգավիճակին։ Հրապարակված եւ հոգեվորականի վերագրվող տեսանյութի հետ կապված, անկախ նրանից կեղծ է թե կեղծ չի, ուզում եմ հստակ ասել, որ գործում է մի հանցավոր այլանդակ սխեմա։ Հիմա ես կներկայացնեմ նաեւ այդ սխեմայի էությունը։ Նախ Փաշինյանի համար կա մեկ գերխնդիր. ինչ անել ու ինչպես անել, որպեսզի կարողանա պահպանել վարչապետի պաշտոնը։ Իսկ այդ խնդիրը լուծելու համար, այսինքն որպեսզի շարունակի մնալ վարչապետի պաշտոնում, նա պետք է կատարի ադրբեջանական պահանջներ։ Ադրբեջանական գլխավոր պահանջներից կամ ցանկություններից է հայաստանյա առաքելական Սուրբ եկեղեցու ոչնչացումը։ Նրանք մեր եկեղեցին հայտարարել են 5-րդ շարասյուն թշնամական կառույց։ Փաշինյանը այս խնդիրը լուծելով նաև եկեղեցին փորձում է դարձնել ՔՊ-ի քարոզիչ կամ ՔՊ-ի կցորդ։ Հիմա տեսնենք ինչ կոնկրետ քայլերով է նա գնում այս նպատակին։ Նախապես մտածում է, գծում է սխեմա, երկար ժամանակ պլանավորում է, նախապատրաստվում է եւ անցնում է գործի։ Սկզբում հանձնարարում է իրավապահ մարմիններին, կանչում է իր մոտ, ինչպես ինքն է արտահայտվում հատուկ ծառայություններին եւ պահանջում է նրանցից տեղեկություններ բարձրաստիճան հոգեվորականների անձնական կյանքի վերաբերյալ, ձայնագրություններ, տեսագրություններ, նամակագրություններ եւ այլն։ Ընդ որում սա նա անում է ցանկացած այն անձի նկատմամբ, ում համարում է իր հակառակորդը։ Հետո երբ ստանում է այդ տեսանյութերը, տեղեկությունները, տարբեր նամակագրությունները, դրանք պահում է եւ իր հաշվարկների համաձայն, որպեսզի կարողանա օգտագործել կոնկրետ դիվիդենդները ստանալու համար կոնկրետ իրավիճակներում։ Դրանից հետո սկսում է Facebook-ում, տարբեր հարթակներում հայհոյանքներ, ամենասարսափելի ատելությունը սփռել եւ նաեւ շանտաժ անել։ Եվ ակնհայտ է այստեղ դառնում, երբ նա արդեն սկսում է այդ շանտաժը անել, նա արդեն ունենում է այդ տվյալները։ Եվ երբ տվյալները սկսում է հրապարակել, գործի են անցնում քարոզիչները, կոնկրետ ՔՊ-ի քիլլեր քարոզիչները։ Հիմա տեսեք ինչ է կատարվում։ Այսօր այդ տեսանյութերը հրապարակելուց հետո ամենաայլանդակ, սարսափելի քարոզն է գնում, թե իբր դա արել է ամենայն հայոց կաթողիկոսը։ Ինչ է ստացվում։ Ինքը Փաշինյանը կոնկրետ փաստ է, որ արել է հրապարակումներ այս կոնկրետ տեսանյութերի հետ կապված, ինչպես որ այսօր նրանք քարոզը տանում են։ Ակնհայտ է, որ նա նաև անոնսել է դրանց մասին։ Ակնհայտ է, որ նա հայտարարել է նաև տարբեր հանդիպումներում, որ հանձնարարել է իրավապահ մարմիններին հավաքել այդ տվյալները։ Պարզ է, որ սա իշխանության կազմակերպմամբ է, առավել ևս, որ այս մասին, այս քարոզողները անում են իշխանության ՔՊ-ի մաս կազմող, ՔՊ-ին պատկանող տարբեր լրատվամիջոցներ կամ ՔՊ-ի անդամներին պատկանող տարբեր լրատվամիջոցներ։ Անձի մասնավոր կյանքը, անձնական կյանքի գաղտնիությունը բարձր պաշտպանություն ունի, ոչ միայն Հայաստանի օրենքներով, այլ նաև սահմանադրությամբ։ Դրանք առաջին հերթին պաշտպանված են այն մարդուց, ով ունի վարչապետի լիազորություններ, եւ առաջինը Փաշինյանից են պաշտպանված։ Ես դրա համար եմ ասում, որ իրավապահ մարմիններին նա օգտագործում է իր նեղ քաղաքական շահերի համար, հեղինակազրկում է իրավապահ մարմիններին։ 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում այս նույնը հայոց եկեղեցու նկատմամբ անում էր Օսմանյան իշխանությունը։ Հիմա դա անում է ադրբեջանական իշխանության միջոցով Փաշինյանը, նրանց Փաշինյանի ձեռքերով անում է Ադրբեջանի իշխանությունը։ Ոնց կարող են իրավապահ մարմինները հանձնարարականները կատարել մի մարդու, այսպիսի այն էլ հանձնարարականներ, որոնք քանդում են ներսից հայոց եկեղեցին, քանդում են հայոց պետականությունը, ավելին դրանք անօրինական են, կապ չունի նրա լիազորությունների իրականացման հետ։ Մարդիկ, ովքեր իրենց կյանքի գնով, ուսադիրների պատվի գնով պաշտպանել են հայոց պետականությունն ու մեր հայկական արժեքները։
Դե հիմա ես ուզում եմ ասել հենց ՔՊ-ի հետ կապված։ Այդքան հրապարակումներ կան, թե ինչ այլանդակ բարքեր են տիրում ձեր մեջ։ Բա մի հատ հրապարակենք, էլի, թող մի հատ ձայնագրություններ, տեսագրություններ հրապարակի, պահանջում ենք, հրապարակեք։ Հələ տեսեք ինչ այլանդակ բարքեր են հրապարակվելու ձեզ հետ, ընդամենը 1 ժամվա հեռախոսային խոսակցություն լինի, տեսախցիկ լինի, ինչ ուզում է լինի։ Կդիմանաք տեսնեմ դրան։ Ամբողջությամբ դրել քանդում եք հայոց պետականությունը։ Այսքանը Սիրելի հայրենակիցներ, չպետք է տրվել այս, պետք է հստակ ճանաչել իշխանական սխեման, որպեսզի նրանք չկարողանան որևէ մեկի մոլորեցնել, շեղել, թե ինչ սխեմայով են հստակ աշխատում, որ մինչև մենք կարողանանք ձերբազատվել այս այլանդակ բարքերով գործող իշխանություններից, բռնատիրական։